Շրջանում կար արվեստների և արհեստների նախապատրաստական երկու դպրոց միայն։ Մեկը Մարսելում, որի ընդունելության ցուցակն արդեն լրացել էր, մյուսը Aix-en-Provence-ում, որտեղ դեռևս մի քանի տեղ կար։ Ես անմիջապես ցուցակագրվեցի այնտեղ։ Ինձ տնից բաժանող 30 կիլոմետրը ստիպում էր ապրել գիշերօթիկում, խոստանալով նոր կյանք, նաև հնարավորություն տալով մոտիկ գտնվելու ուսումս պսակող նշանավոր հաստատությանը։ Հոկտեմբեր ամսվա մեր բաժանմանը նախապատրաստվելու համար հաճախ կիրակի օրերին ընտանիքով զբոսանքի էինք գնում Էքսի դաշտերը։ Գնալ գալու ճանապարհին կանգ էինք առնում այն շենքի մոտ, որը պիտի առաջիկա 4 տարիների ընթացքում ապաստաներ ինձ։ Դա հին վանք էր կամ մենաստան։ Մի աչքս հպելով ցանկապատի ճեղքին հետազոտում էի կամարակապ սյունազարդ սրահները, որոնք շրջանակում էին քառակուսի ընդարձակ բակը։ Իսկ մի քանի փողոց այն կողմ գտնվում էին շենքերը, որտեղ պիտի վերջավորվեին իմ մեծ ձգտումները։ Մեկ անգամ նույնիսկ կարողացանք մտնել կենտրոնական բակը։ Դասարանների լուսամուտների առջև կանգնած մեր գլուխները հպել էինք ապակիներին, ձեռքներս հովանի արած դիտում էինք ընդարձակ ամֆիթատրոնները, որոնք հատկացված էին տեսական ուսմանը։ Գործնական պարապմունքների համար գործարանային մի բարձր ծխնելույզի շուրջը տեղադրված էին դարբնոցը, ձուլարանը, ատաղծագործության, մեքենագործության, էլեկտրագործության հսկայական արհեստանոցները և դասասենյակները։ Շլացած ինձ սպասվող մեծ իրադարձությամբ վերադառնում էինք Միրաբոյի զբոսայգին, այնտեղից նստում տրամվայ, որ հուսահատեցնող դանդաղկոտությամբ հազիվ 2 ժամում մեզ բերում էր Մարսել։ Աննա մորաքրոջս ասել էի. «Մեկ ճամպրուկից ոչ ավելի»։ Ամեն օր ավելացող հագուստեղենի տեսից հուսահատվելով նույնիսկ սպառնացել էի։ Տեսեք հա, եթե 2 ճամպրուկ լինի, կվերցնեմ դրանցից միայն մեկը, որը պատահի և կգնամ։ Նա գլուխը խոնարհել էր ի նշան հպատակության, ապագա գիտնականի հեղինակությանը, բայց հայացքով չափում էր իր կարծիքով ինձ անհրաժեշտ իրերի դեզը և մեր ունեցած ամենամեծ արհեստական կաշվիչ ճամպրուկի տարողությունը։ Պարզ երևում էր, որ այդքան բեռը ոչ մի կերպ չէր տեղավորվի ճամպրուկում։ Իրենց գաղտնի խորհրդակցությունների ժամանակ նա այնքան սադրանքներ էր հորինել, որ ի վերջո գնել էին կտավե փքվող ճամպրուկ։ Այդ ճամպրուկը կարող էր կրկնապատկել իր ծավալը։ Ճամպրուկը ես հայտնաբերեցի ճիշտ մեկնելուս պահին։ Դրված էր դռան շեմին, լեփ-լեցուն, հաստափոր, և երբ ուզեցի վերցնել, ինձ թվաց մեխված է գետնին։ Երբ երկրորդ անգամ փորձեցի կտրել գետնից, կարերը ճթացին։ Աննա մորաքույրս բարի և խուսափողական հայացքով ամեն ինչ լավագույնս և իմ օգտին արտահայտությամբ սպասում էր իմ զայրույթի պոռթկումին։ Հայրս կանխեց անարդարությունը, որ կարող էի թույլ տալ։ Իսկապես մի քիչ ծանր է, բայց դա նշանակություն չունի, որովհետև ես հետդ գալիս եմ։ Դա պատճառաբանություն չի, եթե ծանր է, ուրեմն ծանր է բոլորի համար, բացի այդ, ով կթողնի, որ իմ ճամպրուկը դու բռնես։ Ճամպրուկը տրամվայը պիտի տանի։ Լավ, իսկ դրանից առաջ և հետո։ Ոչինչ, կտանենք երկուսով, հերթով։ Ինչու էի գոռգոռում մեր բաժանման պահին, երբ սիրտս տագնապալից տրոփում էր։ Հավանորեն ուզում էի զսպել ինժեների իմ արդյունքները։ Ինժեները չպիտի լա, մտածում էի ես, և որպեսզի թաքցնեմ աչքերիս մեջ լճացող արցունքներս, նետվեցի մորս գիրկը, գլուխս դնելով նրա ուսին։ Սիրով ու գուրգուրանքով հորդուն այդ տան մեջ մենք համբուրվում էինք միայն նշանակալից դեպքերի առթիվ։ Մեկնում վերադարձ երկար բացակայությունից, իմ ծննդյան տարեդարձի կամ նոր տարվա օրը։ Մենք դեռ չենք որդեգրել կրկնակի համբույրների արևմտյան սովորությունը, երբ ամբողջ օրը համբույրներ էին բաշխում իրար հպվող այտերով, մինչդեռ շրթունքները օդի մեջ չոր ձայն էին արձակում։ Կյանքի կարևոր պահերին վերապահված հազվադեպ այս արարողությունը համբույրը վերափոխում էր իսկական գրկախառնության, և ամեն մեկը ըմբոշխնում էր մյուսի փաղաքշանքը։ Ահա մեծ սիրո այս ըմբոշխնող համբույրներով հեռացա իմ մայրերի եռյակից և անհոգ մանկությունից, դասերի բացթողումներից, փափկասուն կյանքից։ Այդ օրը ծածկելով տան դուռը ես թիկունք էի դարձնում անմեղ տարիներիս և ոտք էի դնում կարոտների ափը։
Դեռ աչքիս առջև են լուսամուտներից երևացող նրանց կերպարանքները, նրանց շարժվող ձեռքերը, հարազատներից բաժանող այդ միամիտ սրտաճմլիկ հրաժեշտները կառամատույցում, որ ինձ հետապնդեցին մինչև Բրետոյի փողոցի անկյունը։ Ամբողջ ճանապարհի ընթացքում, գիտակցելով մեր վերջին բաժանման անխուսափելիությունը, հայրս եւ ես լռել էինք։ Տրամվայը ծուլորեն ընթանում էր Պրովանսյան դաշտավայրի միջով, հակառակի նման ծածկվում էր կապարե ամպերով։ Ծայրահեղ հուզմունքից խուսափելու համար ես աշխատում էի հիմիկվանից մտածել ծննդյանս արձակուրդի մասին։ Պատկերացնում էի իմ երկար պատմությունները, զվարճալի մեկնաբանություններով եւ վերգտնված հարազատներից լարված ու հետաքրքրասեր դեմքերը։ Ծննդյան տոները հեռու չէին, մնում էր 3 ամիս, այդքան էլ չկար, ուղիղ 2 ամիս 18 օր։ Շաբաթը 3 անգամ պիտի նամակ գրեի մերոնց, թեև որոշել էի ամեն ինչ չգրել, մի քիչ պահել բանավոր պատմելու համար։ Էքս-Սան-Պրովանսում անձրև էր գալիս, երբ տրամվային անցավ Ռենե թագավորի շատրվանը եւ կանգ առավ 9 թնդանոթների շատրվանի մոտ։ Դա վերջին կանգառներ։ Կան պահեր, երբ մարդ անեծքով էր հիշում նրանց, ովքեր այնքան գեղեցիկ խոսքեր են գտել գովերքելու անձրևը, որ շապշապում է դեմքիդ, հոսում վզովը, թրջում հագուստներդ, ստիպում, որ չլմփալով քայլես ջրափոսերի միջով, ցնցուղի նման թափվում է վրադ, հասնում ոսկորներիդ, ի վերջո ուսերիդ նետում սառույց է վերարկու։ Այդ օրը ես սիրով կանցնեի նրանց կողմը, ովքեր գովերքում են պարզ անձրևանոցը կամ անջրանցիկ թիկնոցը, երկնքի արցունքներից մեզ պաշտպանողներին։ Ծածկավոր դարպասից մտանք ներս, հասանք դպրոցին։ Հայրս թրջված ճամպրուկը դրեց հինավուրց մենաստանի կամարների տակ եւ ասաց. «Գնա արագ փոխվիր, լավ չորացրու քեզ»։ Անձրևով ողողված այտը հպեց այտիս, եւս մի անգամ հոտոտեց ինձ, ապա ծանր քայլերով դուրս եկավ բառապանի դռնից։ Սլաքաձև կամարի բացվածքի միջով նայում էի նրա հետևից։ Քայլում էր փողոցի մեջտեղով, քամուց մտրակված, անզգա կատաղի տեղատարափի հազարավոր ծակոսներին։ Առանց հետ նայելու անկասկած գուշակում էր, որ նայում եմ իրեն։ Թևը բարձրացրեց, ձեռքով փոքրիկ նշան արեց ինձ, ապա անհետացավ անձրևի թանձր վարագույրի հետևում։ Ահա այդ պահից հասկացա, որ այլևս ոչ մի բան չի կարող լինել առաջվա նման։ Նոր միայն դիտեցի շուրջս։ Աշակերտները տեղատարափից հեղեղված քառակուսի բակից փախել վխտում էին կամարակապ սրահներում։ Ես հեշտությամբ նրանց մեջ ջոկում էի հներին, որոնք այստեղին ծանոթ լինելով առանց դժվարության գտնում էին ցանկացած դուռն ու սանդուղքը։ Երբեմն կանգ էին առնում, մի քանի կատակ փոխանակում անցյալ տարիների իրենց գործակիցների հետ։ Նորերը կարծես միևնույն կաղապարից էին դուրս եկել, երկչոտ ու վարանոտ թափառում էին այս նոր աշխարհի միջանցքներով։ Ընդհանուր վերակացուի գրասենյակում, երբ անունս տվի, մի մարդ, որի աջ ձեռքը դրված էր սև ձեռնոցով պրոթեզի մեջ, հաչած. Ննջարան 3 153։ Անցնելով 3 ննջարանների միջով, որոնցից յուրաքանչյուրում 80 մահճակալ կար, վերջապես գտա ինձ հատկացված համարը։ Երկաթե անվավոր մահճակալ էր։ Երբ ծանր ճամպրուկս դրեցի վրան, զսպանակները ճռճռացին։ Երկար մնացի այնտեղ, ոտքի վրա անշարժ, ընկճված իմ մենակությունից։ Նախորդ տարիներին մեկուսի դասամիջոցները սրա համեմատությամբ ծիծաղելի էին, քանի որ այն ժամանակ նորից գտնում էի տունս եւ ավելին։ Այս երեկո զրկված եմ լինելու իմ հարազատներից։ Ես երազել էի նոր կյանք, ուրեմն պետք է դիմանայի բաժանմանը։ Մեքենայորեն սեղմեցի ճամպրուկիս փականը, կափարիչը թափով հետ գնաց, ասես ինչ-որ ուժեղ զսպանակի ազդեցությամբ, միաժամանակ դուրս նետելով ամբողջ պարունակությունը, որի ծավալը հանկարծ կրկնապատկվեց։ Մուրաբայի 4 խոշոր բանկաները, որոնց պիտակները ցույց էին տալիս ծիրան, վարդի թերթիկներ, կեռաս եւ նարնջի մարմելադ, խրված էին անկյուններում։ Հագուստեղենի բազմազանությունը հաշվեր առնված ըստ եղանակի, քմայքների, ցուրտ, շոգ, տաք, ամեն ինչ նախատեսված էր։ Բրդյա գործվածքների շարքի վրա գնդասեղով ամրացված թղթե մակագրությունը հուշում էր. անպայման հագնել, հենց որ մի քիչ ցրտի։ Պուլովերների միջից դուրս եկան թեյի գդալներ։ Վերնաշապիկների կողմից մի ուրիշ թերթիկ հիշեցնում էր, թե անհրաժեշտ է ամեն օր փոխել սպիտակեղենը եւ թե շաբաթվա վերջում հայրիկը կգա կտանի կեղտոտը։
Ամենաչնչին ճեղքում իսկ խցկված էր կարևոր ու անկարևոր ամենայն ինչ, նախատեսված ու չնախատեսված բոլոր պարագաների համար։ Ճամպրուկի խորքում աչքիս հայտնվեց Աննա մորաքրոջս դեմքը, ժպտուն, մտահոգ, զգոն, համառ ընդդեմ ճամպրուկիս փոքրության։ Քո ազգանունը Մալաքյան է։ Գլուխս ընդոստ բարձրացրի։ Մահճակալիս մոտ մի տղա ժպտում էր ինձ։ Այո, իմը Վարդանյան է։ Այդ անունն ընդունեցի իբրև նախախնամության պարգև։ Վերջին այնքան հարազատ վանկը հստակ ցույց էր տալիս, որ կրում է իմ ցեղի դրոշմը։ Մենք ունեինք նույն ծագումը։ Մենք, միևնույն երազանքների ընկերներս, կողք կողքի նստեցինք անկողնու եզրին և նա պատմեց մեր դպրոցի աշակերտների ուղու մասին։ Նա արդեն երկրորդ դասարանում էր և իր փորձով ինձ զգուշացնում էր փոքրիկ ծուղակներից և անխուսափելի սխալ քայլերից։ Խորհուրդ չէր տալիս աչքերը երկար սևեռել ընդհանուր վերակացուի արհեստական թևին։ Մաթեմատիկայի ուսուցիչը պատմության ուսուցչուհուի ամուսինն էր, բայց լավ չէին իրար հետ և բաժանվելու վրա էին։ Մեր ծրագրում ընդգրկված էր Մոլիերը, բայց ֆրանսերենի մեր դասատուի բերանում հարպագոնը դառնում էր հհարժպագոն։ Նա ավելացնում էր երկու լրացուցիչ հնչյուն հ և երկու թավալուն ռ, ավելի ուժեղ ընդգծելու կերպարի ժլատությունն ու ագահությունը։ Ազնիվ մարդ էր արդյունաբերական գծագրության դասատուն և սրիկա էին ֆիզիկայի ու քիմիայի դասատուները։ Հնչեց ընթրիքի զանգակը։ Ճաշարանում սեղանակից չի կարելի ընտրել։ Բաժանվելուց առաջ տվեց վերջին հանձնարարությունը։ Ճաշը դրվում է 5 հոգու համար, բայց անհրաժեշտ է պահանջել, որ ուտելիքը հավասար բաժանվի, որպեսզի տեղիք չտրվի հնարավոր անարդար սովորույթների։ Այդ երեկո ես չօգտվեցի զգուշացումից։ Տաք ջրահամ ապուրը, որի վրա ինչ-որ կանաչիներ էին լողում, ինձ անհուսալիորեն անհամ տված։ Կարտոֆիլով ձվածեղը առաջին իսկ պատառից մնաց կոկորդումս։ Պանիրը չոր էր, իսկ աղանդերը հաճույք պատճառեց մի ուրիշի։ Աննա մորաքրոջս համեղ ճաշերի հիշողությունը փակել էր ախորժակս։ Միանման ճաշացուցակները հաջորդում էին իրար, և հետո հանկարծ ամեն ինչ ինձ թվաց ախորժելի և ընտիր։ Սննդառության բնազդական պահանջը հաղթանակ էր տարել համի հաճույքների վրա և ախորժակս բացվել էր։ Այստեղ գալու հաջորդ իսկ օրից հասկացա, որ ոտք եմ դրել դպրոցական նոր աշխարհ։ Օտար անուն ազգանունս ոչ մի հեգնանքի տեղիք չէին տալիս և միևնույն անտարբերությամբ էին ընդունվում Դյուպոնը, Դյուրանը, Բերտրանն ու Մալաքյանը։ Ամեն ինչ ճշտվեց առաջին հինգշաբթի օրը։ Հետճաշյա ժամերը նվիրված էին ժամանցներին։ Մեզ առաջարկվում էր զբոսանք կամ կինոնկարի դիտում, օրվա հերթապահի ուղեկցությամբ։ Ցուցակները կազմելու համար դասասենյակում հարցնում էին. ով է ուզում կինո գնալ։ Ես անմիջապես ցուցամատս բարձրացնում էի, բայց բարձրանում էր միայն մի ձեռք, իմը, որ շուտով իջեցնում էի։ Պարզ էր, որ տղաները գերադասում էին մի լավ կրկնել դասը, քան թե դիտել Ռոբին Հուդի արկածները, որ չկար մեր ծրագրի մեջ։ Պայքարը պիտի համառ ու դժվար լիներ, սկսվում էր լուրջ բաների շրջանը։ Եվ այդ լուրջ բաները սկսեցին որոշակիորեն նահանջել ինձնից։ Մինչը այդ որպես կույրերի աշխարհում մի աչքանի հատուկ տեղ էի գրավում։ Առաջին եռամսյակի վերջում գերազանց գնահատականից հետ էի մղվել բավարարի, մի կերպ ապահովելով միջին տեղ։ Մոլիերը փայլուն թվանշաններ էր նվիրել ինձ, բայց հավասարումներ կազմելը, ինտեգրալային և դիֆերենցիալ հավասարումները իրենց կայուն գործակիցներով բացահայտ թշնամություն էին ցույց տալիս։ Անհրաժեշտ էր լինում օրական պարապել 15 ժամ։ Այդ ասպարեզում ավելի ընդունակ դասընկերներիցս զգալիորեն ավելի շատ, որպեսզի կարողանայի փոխադրվել երկրորդ դասարան։ Բայց արձակուրդը, մեծ, իսկական արձակուրդը, այն, որ չի հաշվվում հակառակ կարգով, արդեն շատ մոտիկ էր։